դեռևս նախարար եղած ժամանակ արդեն իսկ նարկոդիլերները սկսել են ֆինանսավորել Սերժ Սարգսյանի PR կամպանիան, որ ինչքան լավն է նա, ինչ գործունեություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, որ նրանից լավը չկա, եւ այլն եւ այլն։ Մնացած ամեն ինչը թողնում ձեր տրամաբանությանը։ Ինչու է պետք նարկոբիզնեսի արքաներին Հայաստանում կարգեր Սերժ Սարգսյանի նախագահ։ Եթե Ռոբերտ Քոչարյանին հարկավոր էր, որ ռազմական հեղաշրջման արդյունքում սրան անպարտադիր դնի նախագահ, որ իր կաշին փրկի, ապա նրանց ամենահավանականությամբ ես այդպես եմ կարծում, Հայաստանը հարկավոր է ունենալ Սերժի պես նախագահ, որպեսզի Հայաստանը սարքեն տարանցիկ տարածք, տարբեր տեսակ այլանդակությունների համար։ Եվ այս հրապարակումը, երբ որ Զարուհին վեր կացավ եվրոպական ամենաբարձրագույն ամբիոնից հայտարարեց 70 միլիարդ եվրոյի համար, որ կարելի է մեկ օրում ուղղակի խաղատանը մխսել։ Այս հրապարակումը արդեն ուղի խոսում է այն մասին, թե օրինակ որտեղից կարող էր առաջանել 70 միլիոն եվրոն։ Ինչ գործ ունի նարկոդիլերը 550,000 դոլար դնի, որպեսզի ստեղ Սերժ Սարգսյանին կարգի նախագահ։ Մենք գիտենք միայն այդ փոքրիկ հատվածը։ Մենք չենք իմանում ամբողջությամբ նյութը։ Այսա ամեն ինչի ընկերությունը հիմնել է եւ բալանսում ունեցել է շուրջ 250 միլիոն դոլար մեկ կինոնկարը ֆինանսավորելու համար։ Դուք պատկերացնեք ինչերի հետ մենք գործ ունենք։ Ինչ գումարներ են պատտվում։ Եվ ասեմ, եթե նարկոդիլերները որոշում են, որ Հայաստանում պետք է Սերժ Սարգսյանը նախագահ դառնա եւ դրա համար գումարներ են ծախսում, այդ դրա համար է մեր երիտասարդությունն այսպես վտանգված։ Արդեն 4 կողմը կարելի է թմրամոլ տեսնել մաքուր Երևանում, որտեղ ոտքեր ընդեղից են աճում, որտեղ սրիկայությունը պետք է վերջ ունենա։ Բավական է, որ սրա մեկ տողը լիներ, ցանկացած ուրիշ նախագահի համար հիմա հրաժարական տվել ու նամուսը քաշել գնացել էր։ Սրան ինչ ուզում եք ասեք, նա վերականում 70 միլիոն եվրոյի մասն է խոսում, որ այս սոված երկրում մարդիկ հացի փող չունեն։ Հիմա էլ արդեն ընթերցում ենք Միացյալ Նահանգներում ոչ մի հերքում չկա, թող վերկանան դատի տան, թող ասեն խայտարակություն է, այս մարդը PR կամպանիան սրա չի ողջունել, ոչ է ֆինանսավորել է։ Մեղքա չէ ստրուկ ժողովուրդը։